Մայիսը մեզանում միշտ ընկալվել է որպես հաղթանակների ամիս, մայիսյան հերոսամարտեր և երկար սպասված անկախություն, հայրենական մեծ պատերազմի ավարտ ու Բերլինի անկում, և վերջապես Շուշի ազատագրում և Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծում։ Բոլոր այդ հաղթանակների հետևում կանգնած է մարդը, հայրենասերը, ով հանուն հայրենիքի առաջնորդվելով մահ իմացյալ անմեղություն է կարգախոսով, առանց վարանելու նետվել է մարտի դաշտ։ Այդ հայրենասերներից շատերը մարտիրոսվեցին հանուն հայրենիքի, իսկ ապրողները իրենց ընկերների կորստի կսկիծով համեստորեն տոնեցին հաղթանակները։ Օրերս Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 միջնակարգ հոսքային դպրոցում կազմակերպվել է «Կոչեմ ապրողաց» խորագրով միջոցառում, նվիրված պատերազմների թոհուբոհով անցած հայրենիներին։ Արդեն 3 տասնամյակ է, ինչ դպրոցի կամարների ներքո կազմակերպվում են ու կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ ի պատիվ մեր նահատակների, մեր հիսուսված շրջանավարտների։ Այսօրվա մեր միջոցառումը ուներ խորագիր «Կոչեմ ապրողաց»։ Մեր աշակերտները իրենց երախտիքի խոսքն են հղել այսօրվա մեր կենդանի հերոսներին, բոլոր նրանց, ում շնորհիվ այսօր մենք մեր տանը հայ ենք մնացել, բոլոր նրանց, ովքեր կենդանի հերոսներ են, բայց քայլում են մեր կողքով, բոլոր նրանց, ում հետ հույսեր ենք փայփայում, որ կվերադարձնենք մեր փառքի դափնիները, փառք ու պատիվ մեր կենդանի ու հիսուսված հերոսներին։ Երևի թե նման միջոցառումների, հայրենասիրական դասերի շնորհիվ է, որ մեր պաշտպանության բանակից գովեստի խոսքեր ենք ստանում մեր շրջանավարտներից։ Երևի թե ճիշտ ուղու վրա ենք։ Մենք ուսուցիչներս առաքելություն ունենք պահել, պահպանել մեր ոսկեղենիկը մեր դպրատներում և մենք փառքով կկատարենք այն ամենը, ինչ որ պետք է անենք։ 2020 թվականի սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի օրերին Տիկին Ներսեսյանը հեղինակեց բանաստեղծություն, որը հնչեց միջոցառման ընթացքում։ Դու ինչ ես որնում, խավար խելագար, մուլագար գազան, արյունից արավ, ինչ է, դու մեր դեմ դավեր ես ընդում, խմել ես ուզում արյունին ցեղի, ողջ մի ազգի մորթել ես ուզում ես կտրել ծուխը հայոց տան, որպեսզի մայրն էլ օրոր չասի, աղոթք չհնչի մայրենի լեզվով, ախ, այսօր ցավից հոգիս մրմռում, մոլեղան սիրտս վրեժ է տնչում։ Դոկա, համբերիր, վիրավորիմ սիրտ, դերաշահույսներ կբացվեն նորեն հայոց երկնքի կապույտում ծավի, և բազում հարքեր կվերադարձնեն հայոց քաջերը մեր անեղծ երկրին, և շանթեր պիտի կռեն հաղթական, շանթեր, շանթեր, շանթեր դդական։ Идея вот этого мероприятия, мы хотели, чтобы сделать мероприятие силами учеников и выпускников нашей школы для тех, кто прошел этот ад и остался в живых. Но в то же время мы вспоминали и наших погибших парней, которые проучились в нашей школе. Мне кажется, весь коллектив, начиная с оператора и Инкер Нерсесян, они все участвовали в создании этого сценария. Все, буквально все участвовали в создании фильмов, но у нас вот оператор Ануш, это все фильмы индивидуальные, которые она создавала сама. Но мне кажется, что мероприятие прошло на высшем уровне, и надеемся, что мы будем жить, продолжать жить на нашей родной земле. Հայ սերս, հայ շունչս, հայ ամբողջ ջերությունս, հայ եմ շնչում, մարտաշնչում, հայ եմ դաժան այս աշխարհում, հայ եմ ապրում և վերապրում, հայի ցավերն առնոտ բազում, հայ է տեսքս, հայ է վերքս, հայ անգամ ոտնահետքս, հայ է հոգիս,
հայ է սիրտս, հայ է անուն ազգանունս, հայ եմ ասում, հայ եմ լսում, հայ լինելով հպարտանում, հայ եմ ծնվել, հայ եմ մնում, հայ կամերնեմ ու չեմ զղջում, հայ է լույսս, հայ է հույսս, Կոչեմ ապրողած միջոցառումը մենք պլանավորել էինք դեռ վաղուց մինչև շրջափակումը, սակայն իրադարձությունների բերումով այն չհաջողվեց իրականացնել եւ կարողացանք իրականություն դարձնել այսօր։ Ընդհանրապես միշտ մենք նմանատիպ միջոցառումներ շատ ենք կազմակերպում, բայց կազմակերպում ենք միշտ հիշատակ մեր մարտիրոսված ընկերների, մեր զոհերի, մեր նահատակվածների, սակայն մտածել էինք կազմակերպել միջոցառում կոչեմ ապրողած, այսինքն դա պիտի նվիրված լինի այն բոլորին, ովքեր մասնակցել են Արցախյան բոլոր պատերազմներին եւ այսպես ասենք կենթանի են մնացել։ Դրա համար ես կարևորում եմ նման միջոցառումները եւ ոչ միայն նման միջոցառումները, կարևորում եմ ցանկացած նման տիպի միջոցառում, դա լինի հիշատակի, դա լինի հոբելյանների եւ այլն, նման կարգի բոլոր միջոցառումները կարևոր են առանձնապես մտաղ սերնդի դաստիարակության, ռազմահերասիրական դաստիարակության համար։ Այսօր մեր անկախության սերնդի պարտքն է չմոռանալ հաղթանակների հեղինակներին։ Մենք չպետք է դադարենք մտածել նոր հաղթանակների եւ լիարժեք անկախության մասին։